Սկսենք մեր զրույցը օրերս Նիկոլ Փաշինյանը այցելել էր Գյումրի, որտեղ ասել էր, հայտարարել էր, որ Range Rover առ Range Rover ենք վերադարձնելու, Brabus առ Brabus, Յաշիկ առ Յաշիկ, թալանվածը հետ ենք բերելու։ Այո։ Դրանով ըստ էության Նիկոլ Փաշինյանը ազդարարեց Գյումրիում եւ Փարաքար համայնքում նախընտրական արշավի մեկնարկը, ընդ որում հետաքրքիր է, որ նրանք իրենց նախընտրական արշավները սկսում են թալանով, որովհետև սկսում են դրա համահավաքով, դրամ են հավաքում, որպեսզի դրանով մասնակցեն ընտրություններին։ Սա արդեն ավանդույթ է ՔՊ-ում, ամեն ընտրությունից առաջ իրականացնել թալան։ Միտամ իրանց ունեցած փողերն իրանց քիչ է, մի հատ էլ լրացուցիչ փող պիտի հավաքեն ամեն ընտրությունից առաջ։ Եվ ինչով է դա նշանավորվում։ Դեռ կարծեմ 18 թիվն էր, երբ որ սրանք դրամահավաք նախաձեռնեցին խորհրդարանական ընտրություններից առաջ, ուրեմն հայտարարեցին, որ մեկ օրվա ընթացքում, թե կարծեմ դա 20 թվի հանրաքվեի նախաձեռնեցին, չեմ հիշում կոնկրետ որ առիթով էր, բայց դրամահավաք էր, հայտարարեցին, որ հավաքվել է 260 միլիոն դրամ գումար, թե ինչ-որ մի մեծ գումար մեկ օրում, ընդ որում առանց բանկային փոխանցումների, որոնց մասին տեղեկություններ կարող էին ունենալ 3 օր հետո, եւ առանց արտասահմանյան բանկային փոխանցումների, որոնց մասին տեղեկություններ կարող էին ունենալ մի շաբաթ հետո։ Բայց ընտրական օրենսգիրքը այդ ժամանակ նախատեսում էր, որ նախընտրական հիմնադրամի գումարը չի կարող գերազանցել 100 միլիոն դրամը։ Եվ ընտրական օրենսգրքով սահմանվում է, որ եթե նախընտրական հիմնադրամում հավաքվում է ավելի շատ միջոցներ, քան օրենքով սահմանված միջոցներն է, հետևաբար դրանք չի կարող ծախսվել, այսինքն կարող է ծախսվել միայն առավելագույն շեմով միջոցները, իսկ մնացած միջոցները, որը որ չի ծախսվում, դա պետք է փոխանցվի պետական բյուջե, դա ընտրական օրենսգրքի կարգավորումն է։ Հիմա քանի որ սրանք հավաքել էին այդ իրենց առաջին ռեկետի արդյունքում մի քանի անգամ ավելի շատ գումար, քան օրենքով կարող էին ծախսել քարոզարշավի համար, ասեցին անվանափոխեցին, չնայած սկզբից հայտարարել էին, որ սա դրամահավաք է հանրաքվեի համար, բայց ասեցին, չէ, սա դրամահավաք է քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար։ Կեսից անունը փոխեցի, որ տեսան փողերը շատ է, ու այդ փողերը ըստ էության այդ կուսակցությունը գրպանեց պետական բյուջեի միջոցներ, այսինքն այդ փողը պիտի գնար պետական բյուջե, գրպանեցին, յուրացրեցին եւ մնաց քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Ու ամեն անգամ ամեն ընտրությունից առաջ սրանք մի հատ թալանի սեանս են կազմակերպում, որի կապակցությամբ իդեպ Transparency International միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը պաշտոնական զեկույց է գրել, որտեղ որ ասում է, որ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության ֆինանսական միջոցները թափանցիկ չեն, անհայտ են դրանց ծագման աղբյուրները, որովհետև այդ հանգանակությունների մեջ եղել էին մարդիկ, ովքեր որ իբր հանգանակություններ էին արել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, բայց պարզվեց, որ այդ մարդիկ անձնական միջոցներ չունեն, այսինքն նշանակում է ինչ-որ մեկը տարել է մի քանի մարդկանց անձնագրերով, նրանց անունով փողեր է վճարել այդ կուսակցության, այսինքն ոչ թե իրական մարդիկ են եղել, տարել են իրանց հանգանակություններն են արել, այլ ընդհանրեն գտնվել է մի հատ միլիոնատեր, գումարը բաժանել է, ընդհանրեն 1 միլիոն դրամը բաժանում է 10 հատ 100,000 դրամի, գտնում է մարդ, ասում է պասպորտի տվյալները տվեք, դրանց ամեն մեկի պասպորտի տվյալներով մուտքեր են անում ՔՊ-ի հաշվի համար, եւ դա արձանագրվել էր Transparency International կազմակերպության կողմից, որ անհայտ են իրական ֆինանսավորողները այդ կուսակցության, պարզ չի թե այդ գումարները ինչ արդյունավետությամբ, ինչ ուղղություններով են ծախսվում, հատկապես նախընտրական շրջանում, եւ դա վերաբերել էր Երևանի ավականու 2023 թվականի ընտրություններին։ Հիմա սրանք Գյումրիում տապալելով օրինական ընտրված իշխանությունը, դեմ գնալով Գյումրի քաղաքի համայնքի ժողովրդի կարծիքին, ով մի քանի տարի առաջ կայացրել էր իր ընտրությունը, ձևավորել էր իր ավականին, իրանվապահ մարմինների գործիքակազմը կիրառելով, մասնավորապես ձերբակալելով Գյումրում առավել շատ ձայներ ստացած եւ ՔՊ-ի կողմից դաշինքը լքած լինելու պարագայում Բալասանյան դաշինքի ղեկավարների, մասնավորապես Սամվել Բալասանյանի դեմ հարուցվել էր քրեական վարույթ, նա գտնվում է արտասահմանում, նրա դեմ հարուցվել է հետախուզում միջազգային
Սամվել Բալասանյանի մի որդին, որը այդ քաղաքական պայմանավորվածություններից հետո նշանակվել էր Իրաքում Հայաստանի դեսպան, շատ կարճ ժամկետում հավատարմագրերը Իրաքի նախագահին հանձնելուց 57 օր հետո հետ ականջվել դեսպանի պաշտոնից, Սամվել Բալասանյանի մյուս որդին ուրեմն ձերբակալվել էր Երևանի Զվարթնոց օդանավակայանում, նրա դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել, սկզբնական շրջանում կիրառեցին այլընտրանքային խափանման միջոց, հետո ավելի խստացրեցին այդ խափանման միջոցը եւ այդ գործընթացներից հետո Գյումրի համայնքի Բալասանյան դաշինքի սկզբից ցուցակի հաջորդ համարի տեխնացուները հրաժարվեցին իրենց տեխնացությունից, նոր դրանից հետո ավականու գործող անդամները, այդ թվում քաղաքապետը ակնհայտ էր, որ դա իշխանական ճնշումների հետևանքով։ Եվ մենակ դրա հետևանքով է, որ հիմա Գյումրիում անցկացվում է համայնքի ավականու արտահերթ ընտրություն։ Իսկ այդ ժամանակ ԿՊ-ն պարտվել էր ընտրություններում եւ ԿՊ-ի համամասնական ցուցակը գլխավորում էր այն ժամանակվա Շիրակի մարզպետը, որը հետագայում նշանակվեց այդ ձախողումից հետո տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար, ընդգրկվեց Մեհեր Գրիգորյանի գլխավորած Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների կազմում եւ հիմա էլ դուրս է շպրտվել առհասարակ պետական կառավարման համակարգից։ Եվ այդ ձախողումից հետո հիմա փորձում են նորից իշխանազավթում իրականացնել Գյումրի քաղաքում, բայց ակնհայտ է, որ խայտառակ վիճակում են, նույնիսկ սեփական տեխնացու չունեն առաջադրման համար եւ ըստ էության մարդկային հարաբերություններում, քաղաքական հարաբերություններում կիրառելով մինչ այդ անասնագողության հայտնի մեթոդները գնացել են Սարիկ Մինասյանին, բերել են դեպի քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, որը նախկինում եղել է Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ, մամուլում տեղեկություններ եղան, որ անդամակցել է նաև Հանրապետական կուսակցությանը, հիմա դարձել է ԿՊ-ի անդամ, բայց մինչև այդ դայով եղել է անկուսակցական, այսինքն մի քանի կուսակցություն կա, որին այդ ընթացքում չի անդամակցել Սարիկ Մինասյանը, եւ հիմա կիրառելով անասնագողության մեթոդները այդ մարդուն բերել են ԿՊ եւ ակնհայտ խայտառակ ցածր վարկանիշի պայմաններում զգալով, որ տապալվում են այդ ընտրություններում, ուրեմն վերցել են ԿՊ-ի ամբողջ ղեկավար կազմը եւ գնացել են Գյումրի։ Երեք Գյումրիում եղել, ասենք դահլիճը, որ նայում ես, լիքը մարդկային կերպարանքով կենթանի ողջ արարածներ ու դրանց մեջ գյումրեցի չկա։ Ասենք ընդեղ է Ալեն Սիմոնյանը, ընդեղ է Սուրեն Պապիկյանը, ընդեղ է, չգիտեմ, Վահագ Ալեքսանյանը, ընդեղ են նախարարներ, փաստորեն ինչքան երևանցի, իջևանցի, տարբեր տեղերից, բացի գյումրեցիներից, ով ասես ընդեղ կա։ Ու սրանք մտածում են, որ այսքան ավտոյով, այսքան մարդով ըլեն գնա մի սրահում լսվեն սեն դրա համավակ անել, Գյումրիում իրանք ձայն են ստանալու, այ բալա ձեզ գյումրեցիները պիտի ընտրեն, դու երևանցիներով էլ իջևանցիներ երևանցի գնացել եք, ոնց պիտի այդ համայնքում ընտրություն անեք, ակնհայտ է, որ տապալվել են, եւ քանի որ ոչ ծրագիր ունեն, ոչ այդ քաղաքի կյանքում դրական փոփոխություն են մցրել երբևէ, ոչ կարողացել են իրենց խոստումները երբևէ կատարել, գնացել է Գյումրիում կանգնել է այդ իր պրիմիտիվ, այդ իր մակերեսային հետամնաց դատողություններով, ասում է ռեյնջերս առ ոնց որ քիչ առաջ մեջ բերվեց, ռեյնջ առ ռեյնջ, բրաբուս առ բրաբուս, Յաշիկ առ յաշիկ, այսինքն սա այնքան պրիմիտիվ է, որ ասենք ենթադրենք, չգիտի որ բրաբուսը մեքենայի մագնիշ չի, բրաբուսը ընդամենը մի ընկերություն է, որը տյունինգ է անում տարբեր մեքենաների, հիմնականում Mercedes-ի հետ է համագործակցում, այսինքն մեքենան երբ որ գնում է սրահից, Brabus ֆիրման իրականացնում է դրա ավելի բարելավում, այսինքն դա մեքենայի մագնիշ չի, Brabus մեքենա արտադրող ընկերություն գոյություն չունի։ Բանը, կամ ասում է յաշիկ, ես ուզում եմ հասկանամ, ասենք յաշիկը ինչ է, էլի։ Օրինակ Mercedes-ը, եթե նա նկատի ունի Mercedes-ի G կլասի մոդելին, այդ մոդելը իր հերթին իր տարբեր անվանումները ունի, համարները ունի, ովքեր դա առնում են, հետաքրքրում են այդ մասին գիտեն։ Ասեք յաշիկը էլի վարչապետը լնես ու Mercedes-ի մասին քո պատկերացումը լինի յաշիկ։ Այդ նույն բանն է, որ ասես իսկ ուազը ինչա, ասի բուխանկա։
բուխանկա, որովհետև օազի մի ուրիշ տեսակին են ժողովրդական լեզվով ասում են բուխան, ինքը որ ասենք իրան կալանավայրից տարել են դատարան նորից բերել են կալանավայր, երևի հիմա որ հարցեն ասեն քեզ ի՞նչ մեքենայով են տարել, պարոն Փաշինյան, ասի բուխանկայով են տարել, բայց հիմա դու ի՞նչ մեքենա ես ուզում ունենաս, ասի յաշիկ եմ ուզում ունենալ, որովհետև ինքը երբ որ դառել է վարչապետ, սիրելի ժողովուրդ, այս յաշիկ բերողի մասին է խոսքը։ Ինքը իհարկե դեռ ոչ մի բան չի բերել, իր բերածը մի հատ 15 թվի արտադրության, մի հատ չօգտագործված մետաղի ջարդոնը իրականում այդ թալանը հետ բերողը մենակ իր սպասարկման համար, միայն իր սպասարկման համար առել են 2 հատ S-կլասի Mercedes, որը առնելուց հետո տարել են Ռուսաստանում զրահապատել են, զրահապատելուց հետո նոր բերել են ինքա օգտագործումը, ամեն մեկի մոտավոր արժեքը կազմում է $500,000 եւ 2 հատ էլ Lexus նոր մոդելի, որը արդեն մեծ մեքենաներն է, ջիպերը, նորից տարել զրահապատել, այսինքն միայն իր սպասարկող մեքենաների գումարը կազմում է մոտարապես $2 միլիոն։ Դրա հետ միասին ինքը ձեռք է բերել պետական պահպանության աշխատողների ծառայողների համար իրան ուղեկցող մի քանի գերթանկարժեք ավտոմեքենաներ։ Միայն իր զուգընկերուհու, որ իսկի կիններ չի, համար, որը ուներ մինչ այդ 2019 թվականի արտադրության Lexus սպասարկող մեքենա, 2023 թվականին առել են 2023 թվականի արտադրության մոտավորապես $135,000 արժողությամբ Lexus, որը սպասարկում է իր զուգընկերուհի Աննա Հակոբյանին։ Ու սրանք էլ մարդու կնիկ պոդքասթ են անում, էդ էլ են վերացրել հիմա, ու այդ ասկի պոդքասթի ժամանակ ասում է Աննա, դու գիտես այդ Lexus-ը քոնն է, ասում է բաումն է, հետաքրքիր է էլի, որովհետև իրան թվացել է, թե իրանն է այդ խեղճ կնիկը, այ աղջի ասում է, էդի քոնը չի է, բա, էդի պետական պահպանության ծառայությանն է, էդի քո հետ ընդհանրապես կապ չունի։ Հիմա ասում է պետական պահպանության ծառայողները այդ ջիպից բացի ունեն նաև ատրճանակ։ Այդ ատրճանակի մեջ է կամ փամփուշտներ։ Քոնն են դրանք։ Ասում է, չէ։ Բայց ավտոն է կոնը չի, բա։ Հիմա այդ ապուշությունը դուրս տվեց, ինքը դրանք հետ կապ չունեն, որ Աննան ինչ մեքենայով է մանգալի, ինչ ուղեկցումներ ունի, քանի թիկնապահ նրան սպասարկում, մի բան, որ մենք երբևէ չենք տեսել, ոչ լուսահոգի Ռիտա Սարգսյանի պարագայում, ոչ Բելա Քոչարյանի պարագայում, ոչ առավել եւս Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի պարագայում, որ ասես բան մենք երբեք չենք տեսել, այս աստիճանի շքեղություն, այս աստիճանի սպասարկում, անվտանգություն, իրանք այս ձևով թալանում ուտում են 1 միլիոն ուշադրություն, 1,7 դրամ օրական ծախսվում է ամառանոցային տնտեսության միայն պահպանման ծախսերի վրա։ Ընդ որում կառավարության որոշման մեջ փոփոխություն են արել, սննդի ծախսերն են մտցրել դրա մեջ։ Այսինքն, սրանք միայն, նորից եմ կրկնում, առանց անվտանգության աշխատողների, դրանց աշխատավարձերի, առանց մեքենաների, դրա պահպանման ծախսերի, դրանք լրիվ պետական պահպանության ծառայության ծախսերով է գնում, բոլորը գաղտնի, բոլորը սրանց հետ կապված ինչ ծախս կա գաղտնի։ Միայն ամառանոցային տնտեսությունների պահպանման օրական ծախսը կազմում է 1,7 դրամ։ Հիմա ինչքան մարդ, որ ինձ լսում է եւ ինչքան մարդ, որ հետո լսելու է, թող մի հատ հիշի, թե ինքը ինչ աշխատանք է կատարում ու ամսեկան ինչքան աշխատավարձ է ստանում։ Ու եթե պարզի, որ ինչ-որ մեկ ամսեկան ստանում է 500,000 դրամ աշխատավարձ, ուրեմն թող ինքը իմանա ամսեկան իր դժվար աշխատանքը, որ առավոտ պիտի լինի գնա գործի, պատասխանատու աշխատանք անի, իրիկունը հոգնած գատում։ Եթե դա ամսեկան արժի 500,000 դրամ, ապա Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը օրական ուտում են 3 անգամ դրանից շատ։ Ու այդ անողը գնացել ասում է, բան ենք անելու։ Կոպեկ այդ ջիպ առ ջիպ, յաշիկ առ յաշիկ թալան ենք հետ բերել։ Ու դա գիտեք երբ ասում։ Պաշտոնավարման 7-րդ տարում։ Երբ որ այդ իր ասածը հնարավոր էր անել պաշտոնավարման 7-րդ րոպեում։
Հետո էլ այնպես բաներ ասում, այնպես մարդկաց ներկայությամբ ասում։ Արա մարդիկ կանգնի Ալենի դեմը տես բան կասի։ Ալեն Սիմոնյանի դեմը կան, որ ասենք հիմա ամբողջ մամուլը գրում է, թե ինչ արժի Ալեն Սիմոնյանի կոշիկը։ Ու դա Աբու Հասանի մաշիկը չի։ Դա Ալեն Սիմոնյանի կոշիկն է, որը արժի $1100։ Ալեն Սիմոնյանը մինչև 2018 թվականը ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը այդ հնարավորությունները չուներ։ Հիմա իրանք սկսես թալանն արել են, ամբողջ ժողովրդին օրական կեղեքում թալանում են, եւ ասում է մենք եկել են Գյումրին իշխանություն զավթեն։ Գյումրին իշխանություն զավթես, որ ինչ անես, զարգացնես Գյումրին։ Գյումրից շատ բնակչություն ուներ Ստեփանակերտը։ Եթե դուք այդ նույն կազմով 2019 թվականի օգոստոսին գնացել եք Ստեփանակերտ, հավաքել եք Արցախի ժողովրդին եւ ասում եք թե ինչ եք պատրաստում անել Արցախի համար։ Հետո ինչ ճակատագրի արժանացավ Ստեփանակերտը։ Պաշտի որ նույն ճակատագրին էլ արժանանալու է Գյումրին, որովհետեւ այս ձեր պաշտոնավարման շրջանում, որտեղ այն պաշտպանության նախարարը, որ վերընկած անդե առաջի շարքում, միայն մեր զինված ուժերում վոլեյբոլի, բասկետբոլի, մեկ եմ շամարտի առաջնություն է կարում կազմակերպի։ Իսկ այդ նույն ժամանակաշրջանում Թուրքիա եւ Ադրբեջանի զինված ուժերը Կարսի նահանգում Գյումրի հարևանությամբ համատեղ զորավարություններ են իրականացնում տանկային հարձակման սցենարի խաղարկումով։ Ես ուզում եմ իմանամ այդ Թուրքիան ու Ադրբեջանը, որ տանկային գրոհ իրականացնեն Գյումրուց մի քանի կիլոմետր հեռու, այդ որ ուղղության վրա պիտի լինի այդ տանկային գրոհը։ Վրաստանի, Իրանի, թե Մեքսիկայի։ Պարշի որ ձեր իշխանության գալու այդ թալանչիներով օրական մարդկանց թալանելուց հետո իշխանություն եք զավթում այդ երկիրը դրա լուսավոր ու շենք քաղաքները թշնամիներին հանձնելու նպատակով։ Ամենամեծ թալանչիներն են սրանք այնտեղ կանգնածներ եք Գյումրիում հայ ժողովրդի պատմության մեջ ավելի մեծ վնաս մեր պետությանը, մեր ժողովրդին, դրա առանձին քաղաքացիներին դեռ ոչ ոք չի տվել։ Ու հələ եղած թալանը հերիք չի, անցել են ապագան թալանելու, մեր սերունդների ապագան թալանելու, պետության պարտքը կրկնապատկելով։ Մի պարտ, որը պիտի վերադարձնեն մեր սերունդները 30 տարով, որ վարկ են վերցնում, 30 տարի հետո, որ պիտի սկսեն այդ վարկը մարել, այդ վարկը մարող 50 տարեկան է այն ժամանակվա, հիմա 20 տարեկան է, ուսանող է։ Եվ նա հələ չգիտի, որ եթե այս երկիրը մնա, ինքը ինչքան վարկ պիտի մարի, որ Ալեն Սիմոնյանը այսօր հագնի $1100 կոշիկներ, նստի 90 միլիոն դրամանոց BMW, որպեսզի իրան ուղեկցեն մի քանի հատ Toyota Prado-ներ, մի հատ Toyota Prado-ը սպասարկի իր ընտանիքին, այն դեպքում, երբ որ կինը ունի Range Rover, որի ծագումը ոչ ոք չի կարողացել ապահովի, ու այդ Range Rover-ը Range Rover հետ բերելու ցուցակի մեջ ոնց որ դա չկա։ Սիրելի ժողովուրդ, սիրելի գյումրեցիներ, ակնհայտ է, որ սրանք տապալվելու են եւ վռնդվելու են իշխանական համակարգից եւ Գյումրու ընտրությունները հենց դրա ցուցանիշն ալելու։ Տիգրան Ավինյանի ղեկավարած անիվ հիմնադրամը միլիարդավոր դրամների վնաս է տվել մեր պետությանը։ Միլիարդավոր։ Ու ազգային ժողովի падգամավորը հարց է տալի վարչապետին։ Ինքը խուսափում է այդ հարցին պատասխանել։ Չենք խոսում այդ մասին։ Թե ինչքան գումար է հավաքել իրականոջ ղեկավարած Իմ քայլը հիմնադրամը, ոնց են հավաքում, ինչ նամակներ են գրում գործարարներին 10 միլիոն դրամներ ուզելով, հաջողակ տղամարդիկ, անհաջող կնիկներ, տարբեր ծրագրերի շրջանակներում։ Դրա մասին հիմա ոչ մեկ չի խոսում, չեն ուզում խոսեն։ Ուղղակի դա թալանում են։ Ու այդ թալանը քիչ են համարում։ Մի հատ է կպել են փոքր եւ միջին բիզնեսին, շրջանառության հարկը են վերացնում, մի հատ էլ որպեսի հարկերով թալանեն կեղեքեն։ Մի հատ էլ են գրանցված աշխատողներից հայտարարագրեր են ուզում, որ դրանց հարսանիքի նվերները եւ Ռուսաստանից բարեկամներ ուղարկած փողն էլ թալանեն։ Այդ սաղ համարում են քիչ։ Ու հələ 7 տարի անց Սաշիկից է խոսում։ Այ բալայս 7 տարվա ընթացքում Կարլեն կարդեն, հələ Կարլեն։
Քո աղբերներից խոսա, քո սիփանից խոսա, քո աներձակից խոսա, որ գողերնել են թալանում, արդեն թալանչիներին են ստե թալանել։ Հələ 7 տարի, հələ ինքը մնացել է 18 թվի վրա։ Եվ որ ամբողջ աշխարհը իրանց թալանից է